Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը Զովունիում իր որսորդական հրացանով ևս 2 անձ է սպանել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Տղամարդը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի Դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ է արձակել Զովունիում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս ստեղում մահացել են։ Ավելի վաղ հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղում դաշտում հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ-ի եւ Գերվորգ Ղ-ի մարմինները։ Հրազենային եւ եղանի հարվածների հետքերով հանցագործը ձերբակալվել է։ Շարմ-էլ-Շեյխում ադրբեջանական կողմի հետ քննարկվել է Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը։ Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ամենօրյա աշխատանքը իրականացվում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ։ Հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլիներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այս աշխատանքը։ Մենք չենք դադարեցնում մեր ջանքերը եւ երեք Շարմ-էլ-Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը, ասել է նա, հուսալով, որ առաջիկայում այս առումով լավ նորություններ կունենանք։ Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով Հայաստանում է որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը եւ ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրաված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Ասված է այս մասին Բելգիայի թագավորության պալատի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։ Թագուհին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ուսանողների հետ, կքննարկի կայուն զարգացման ուղղությամբ գործնական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց տեսլականը։ Նախատեսված է նաև այդ թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։